Բանտարկյալներ, ովքեր պահվում են անմասկային կամ արժանապատվություն նվաստացնող պայմաններում։ Հայցորներ, ովքեր երկար տարիներ սպասել են քաղաքացիական դատարաններում իրենց գործերի վերաբերյալ որոշումների։ Ծնողական իրավունքից զրկված ծնողներ։ Քաղաքական գործիչներին քննադատելու համար մեղադրված կամ հետապնդվող լրագրողներ։ Նրանք լոկ մի քանիսն են նրանցից, ովքեր դիմում են Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ թվականից դատարանը գործում է այս շենքում, որը նախագծել է բրիտանացի ճարտարապետ Սըր Ռիչարդ Ռոջերսը։ Ապակեպած լայն ընդունարանը խորհրդանշում է դատարանի ընթացակարգերի թափանցիկությունը։ Ահա և դատարանի հիմնական դահլիճը։ Կենտրոնում գորգի վրա պատկերված են Եվրոպայի դրոշի 12 աստղերը։ Եվրոպայի խորհրդի խորհրդանշանը այժմ նաև Եվրոպական միության երկրների համերաշխության նշանն է։ Ահա այստեղ են տեղի ունենում 7 դատավորից կազմված պալատի կամ 17 դատավորների մեկ պալատի հանրային լսումները։ թվականի նոյեմբերի 1-ին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի թիվ 11 արձանագրության վավերացումից հետո նախկին դատարանը և Մարդու իրավունքների հանձնաժողովը փոխարինվեցին մեկ նոր մշտապես գործող դատարանով։ Այն կազմված է եվրոպական ավելի քան 50 երկրների լրիվ դրույթով աշխատող դատավորներից։ Դատավորները կիսում են իրենց երկրների օրենքների և իրավական համակարգերի փորձագիտական գիտելիքները։ Նրանք լիովին անկախ են և չեն ներկայացնում որևէ պետական շահ։ Que j'exercerai mes fonctions de juge avec honneur, indépendance et impartialité. And that I will keep secret all deliberations. Thank you very much. Եվրոպայի խորհուրդը ստեղծվեց 1949 թվականին, երբ համակենտրոնացման ճամբարների և համաշխարհային երկրորդ պատերազմի դաժանությունների պատկերները դեռ թարմ էին մարդկանց հիշողության մեջ։ Նրա առաքելությունը դարձավ խաղաղությունը, ամբողջ Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության երաշխավորման և պաշտպանության միջոցով։ Այս խնդիրները նկատի ունենալով մշակվեց Եվրոպայի խորհրդի առաջին և ամենակարևոր պայմանագիրը՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։ 1950 թվականի նոյեմբերի 4-ին եվրոպական 12 երկրներ առաջինը ստորագրեցին կոնվենցիան։ Այն ուժի մեջ մտավ 1953 թվականի սեպտեմբերին։ 1959 թվականին ստեղծվեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, որի նպատակն էր ուսումնասիրել կոնվենցիայի ենթադրվող խախտումները։ Article 2. Everyone's right to life shall be protected by law. Никто не должен подвергаться ни пыткам, ни бесчеловечному. Toda persona tiene derecho a la libertad y a la seguridad. Nul ne peut être tenu en esclavage ni en servitude. Jedermann hat Anspruch auf freie Meinungsäußerung. Herkes gerek medeni hak ve yükümlülük. Ingen får ställas till ansvar för någon gärning. Այլոց թվում կոնվենցիան երաշխավորում է ազատ արտահայտման իրավունքը, մտքի և կրոնի ազատությունը, ազատության և անվտանգության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, ամուսնության և կրթության իրավունքը։ Դրանցից գլխավորը կյանքի իրավունքն է։
Դատարանը զբաղվել է մի շարք գործերով, որոնք վերաբերում են ոստիկանական բաժանմունքներում կամ բանտերում կալանքի տակ գտնվող անձանց անհետացմանը կամ մահանալուն, նույնիսկ այն դեպքում, երբ ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն արված չէ։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ նման բողոքներից մի քանիսը վերաբերում են Չեչնիայում տեղի ունեցած այդպիսի դեպքերին։ Խոշտանգումների, անմարդկային արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի և պատիժների արգելումը մեկ այլ հիմնարար իրավունք է։ 1999 թվականին Ֆրանսիան պատասխանատու ճանաչվեց Թմրանյութերի մաքսանենգության համար ոստիկանությունում պահվելու ժամանակ Ահմեդ Սելմունին խոշտանգելու համար։ Մեղադրյալ Ահմեդ Սելմունն իրեն ծնող բժշկին տեղեկացրել էր, որ ոստիկաններն իր հետ դաժանաբար են վարվել։ Դատարանը հիմնավոր համարեց պարոն Սելմունի մեղադրանքը և ճանաչեց խոշտանգումների փաստը։ Ոստիկանները միզել էին նրա վրա, պետել ու սպառնացել զոհիչով ու ներարկիչով։ 1989 թվականին դատարանը որոշում ընդունեց, որ երրորդ հոդվածի խախտում կլինի, եթե Միացյալ Թագավորությունն արձակվի Գերմանիայի քաղաքացի Յենս Թյորինգին ԱՄՆ Վիրջինիա նահանգ, որտեղ նրան մեղադրում էին իր ընկերուհու ծնողների սպանության մեջ։ Վիրջինիայում մահապատիժ էր կիրառվում, և դատարանը որոշեց, որ պարոն Թյորինգը կարող էր 6-ից 8 տարի անցկացնել մահապարտի խցում, չիմանալով իրեն մահապատժի կենթարկեն թե ոչ։ Դատարանը եզրակացրեց, որ սա ինքնին հավասար կլիներ անմարդկային և արժանապատվությունը նպաստացնող վերաբերմունքի։ Դատարանի ներկայացված ամենասովորական բողոքներն այնուամենայնիվ վերաբերում են արդար դատաքննությանը, հատկապես այն ժամկետներին, որոնց ընթացքում մարդիկ ստիպված են եղել սպասել իրենց գործերի վերաբերյալ որոշումներին։ Այս խնդիրն առավելապես գերակշռում է Լեհաստանում և Իտալիայում։ Հազարավոր բողոքներ են ներկայացրել դատարան այն հայցողներից, ովքեր վերջնական վճռի են սպասել ավելի քան 20 տարի։ Դատական անվեկանելի որոշումներն ի կատար ազդելու ձախողման շատ բողոքներ են ներկայացրել Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ։ Օրինակ, Անատոլի Բուրդովը, ով աշխատել է Չեռնոբիլի տարածքում միջուկային աղետից հետո, ստիպված էր սպասել մի քանի տարի, մինչև Ռուսաստանի իշխանությունները նրան կվճարեին առողջական խնդիրների այն փոխհատուցումը, որ դատարանը սահմանել էր։ Ավելի քան 50 տարի դատարանը որոշումներ է կայացրել մի շարք սոցիալական խնդիրների վերաբերյալ՝ հղիության ընդհատում, էվտանազիա, համաձայնեցված բժշկական սպանություն, անձի խուզարկություն, աշխատանքային ստրկություն, անօրինական, գաղտնի պայմաններում ծնված երեխաների սեփական ծագումը պարզելու արգելքներ, միասեռական զույգերի կողմից երեխայի որդեգրում, կրթական հաստատություններում մահմեդական գլխաշոր կրելու դեպքեր, տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունք, գնչուների նկատմամբ խտրականություն, շրջակա միջավայրի պաշտպանություն։ Նախքան կոնվենցիայի և նրա տարբեր արձանագրությունների համակարգի ստեղծումը, անհատները չէին կարող մարդու իրավունքների ոտնահարման համար մեղադրել իրենց սեփական կառավարություններին որևէ միջազգային ատյանում, և ոչ էլ որևէ կառավարություն կարող էր հայտ ներկայացնել մեկ այլ կառավարության իր քաղաքացու նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար։ Ամենասկզբից դատարանին բողոքներ էին ներկայացնում հիմնականում հասարակության առանձին անդամներ։ Երբեմն հայցվորները սեփական երկրում և միջազգային ասպարեզում ճանաչված մարդիկ են լինում։ Օրինակներից մեկը Հանովերի արքայադուստր Կարոլինն է։ 2004 թվականին դատարանը բավարարեց Գերմանիայի դեմ նրա հայցը։ Որոշում կայացվեց, որ պետությունը խախտել է արքայադստեր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, թույլ տալով առանց նրա գիտության պապարացիի կողմից կատարված լուսանկարների հրապարակումը։ Դատարանի նախադեպերը նաև կարող են վերաբերել քաղաքական նուրբ հարցերի։ Օրինակ, Բերլինի պատով արևմուտք փախչելու փորձ կատարած արևելյան Գերմանիայի բնակիչների վրա կրակ բացելու պատասխանատուների դատական հետապնդումը։ Էգոն Կրենցը, ով պետական խորհրդի նախագահն էր այս իրադարձությունների ժամանակ, վիճարկում էր հրաձգության համար իրեն դատապարտելու որոշումը։ Սակայն դատարանը միաձայն որոշեց, որ կոնվենցիայով նախատեսված նրա իրավունքների ոտնահարում չի եղել։ Որոշ մարդկանց համար դժվար ընդունելի է կոնվենցիայի այն առանձնահատկությունը, որ երաշխավորվող իրավունքները և ազատությունները վերաբերում են յուրաքանչյուրին, այդ թվում նաև դատապարտված հանցագործներին։ Օրինակ, դատարանը որոշեց, որ 2-10 տարեկան բրիտանացի տղաները, ովքեր սպանել էին մի երեխայի, արդար դատաքննության չեն ենթարկվել։ Որոշվեց, որ նրանք հնարավորություն չեն ունեցել արդյունավետ մասնակցություն ունենալ իրենց սերմված դատավարությանը, որը տևել էր 3 շաբաթ և տեղի էր ունեցել չափահասների դատարանում,
ինչը հարմարեցված չէր երեխա հանցագործների կարիքներին։ Կոնվենցիայի միջոցով իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվն ապշեցուցիչ է։ Մոտ 800 միլիոն մարդ ապրում է այն երկրներում, որոնք վավերացրել են կոնվենցիան։ Մի տարածք, որը ձգվում է 18 ժամային գոտիներով, Գրենլանդիայից մինչև Կիպրոս և Պորտուգալիայից մինչև Վլադիվոստոկ, Արևելյան Ռուսաստան։ Կոնվենցիային չմիացած կամ ոչ եվրոպական երկրների քաղաքացիները, փախստականներ, զբոսաշրջիկներ կամ մարդիկ, ովքեր տվյալ երկրի իրավասության ներքո են, նույնպես կարող են դիմել դատարան։ Օրինակ, դատարանը 2006 թվականին որոշեց, որ Բելգիան ոտնահարել է կոնվենցիան, ավելի քան 2 ամիս Բրյուսելի օդակայանի տրանզիտ գոտում պահելով մի հնգամյա աղջկա Կոնգոից։ Սակայն դատարան դիմողները բոլորը չեն, որ հաջողության են հասնում։ Դատարանը ստանում է հարյուրավոր նամակներ և հեռախոսազանգեր ամեն օր, ինչպես նաև ֆաքսեր և էլեկտրոնային նամակներ։ Դիմումները տեսակավորվում են և այնուհետև ուղարկվում դատարանի բաժիններից որևէ մեկը։ Այս պահից սկսած գործում են մի քանի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանել։ Դիմորդները պետք է սպառած լինեն բոլոր իրավական միջոցները խնդրո առարկա երկրում։ Դա կարող է տարիներ տևել։ Եթե պետության ներսում վերջնական որոշումն արդեն կայացել է, հայցվորները կարող են դատարան դիմել որոշումը ստանալուց հետո 6 ամսից ոչ ուշ։ Նրանք պետք է կարողանան ապացուցել, որ ոտնահարվել է կոնվենցիայով ամրագրված առնվազն 1 իրավունք, և որ կոնվենցիան ստորագրած երկրներից որևէ մեկը պատասխանատվություն է կրում դրա համար։ Վիճարկվող իրադարձությունները պետք է նաև տեղի ունեցած լինեն տվյալ պետության կողմից կոնվենցիան վավերացնելուց հետո։ Օրինակ, Ուկրաինայի համար դա նշանակում է, որ 1997 թվականի սեպտեմբերի 11-ից առաջ տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները չեն կարող վիճարկվել դատարանում։ Գործը ընդունել-չընդունելու որոշումները կայացնում են դատավորները 3 հոգանոց խմբով, 7 դատավորից կազմված պալատով կամ 17 դատավոր ընդգրկող մեծ պալատով։ Դատարանը որոշում է կայացնում միայն ընդունելի դեպքերում։ Արդյոք եղել է կոնվենցիայի խախտում և կարող են փոխհատուցվել վնասները դատական կարգով։ Որոշումները պարտադիր են այն առումով, որ տվյալ պետությունը պետք է վճարի դատարանի հաստատած ցանկացած փոխհատուցում, զբաղվի տվյալ անձի բարձրացած հարցերով և ընդհանուր միջոցներ ձեռնարկի լուծելու այդ խնդիրը, որպեսզի իրավիճակն այլևս չկրկնվի։ Հնարավոր միջոցները ներառում են նոր օրենքի ընդունումը կամ ընթացակարգի փոփոխությունը։ Դատարանի որոշումների նկատմամբ հարգանքը և անհրաժեշտ իրավական գործողությունների իրականացումը Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի նախարարների կոմիտեի խնդիրն է։ Կոմիտեն կազմված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից կամ նրանց մշտական ներկայացուցիչներից։ Նախարարների կոմիտեն կանոնավոր հանդիպումներ է ունենում քննարկելու դատարանի որոշումների կատարումը։ Գործերը մնում են մատյաններում, քանի դեռ կոմիտեի անդամներին չի գոհացրել որոշման կատարումը, համապատասխան միջոցների իրականացումը և հավաստիացումը, որ միևնույն խնդիրը նորից չի ծագի։ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների պատվիրակների ներկայությունը երաշխավորում է քաղաքական ճնշման գործադրումը այն երկրի նկատմամբ, որը հապաղում է կատարել իր պարտավորությունները։ Դատարանի որոշումները հանգեցրել են բազմաթիվ փոփոխությունների ներպետական օրենսդրության մեջ, առիթ դարձել նոր գործողությունների համար։ Օրինակ, անարդար դատավարության արդյունքում դատապարտված անհատների գործերի կրկնակի լուծումների համար։ Շարժված դեպքի վերականգնման կամ համապատասխան փոխհատուցման վճարման համար։ Դատարման սպառնալիքի տակ գտնվող անձանց բնակության թույլտվության համար։ Եվ մի մասնավոր օրինակ, հավասար վերաբերմունք Գերմանիայի քաղաքացիների և փոխարերկրացիների հանդեպ ընտանեկան նպաստի վճարման համար։ Օրեցօր դատարանն ավելի արդյունավետ է գործում, բայց մշտապես մեծանում է աշխատակիցների տարաբեռնվածությունը։ Դատարան ուղղված դիմումների թիվը անընդհատ աճում է։ Բազմաթիվ և որպես կանոն բարդ գործեր են ուղարկվում կոնվենցիային վերջերս միացած պետությունների։ Կոնվենցիայի նոր արձանագրությունները, որոնցով արգելվում է խտրականությունը և մահապատիժը, շարունակում են մեծացնել դատարանի տարաբեռնվածությունը։ Աշխատանքի բարեփոխման շատ հնարավորություններ կան դատարանի համար,
բայց կառավարություններն իրենք պետք է ներպետական մակարդակում գործողություններ ձեռնարկեն, երաշխավորելով դատարանի որոշումների անհապաղ կատարումը, լուծելով դրանց հիմքում ընկած իրավական և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Շուրջ կես դար դատարանը եղել է Եվրոպայում մարդու իրավունքների միջնաբերդը, Եվրոպայի խիղճը։ Եվս 50 տարի այդպես մնալու և արդյունավետ աշխատելու համար դատարանին անհրաժեշտ է Եվրոպայի երկրների կառավարությունների շարունակական աջակցությունը։